Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ագնեսա Խամոյան։ Պարոն Վարդանյան, Տիկին Մինասյան, ես անկեղծ ասած չեմ հասկանում ձեր այս համառությունը հերքելու այն փոփոխությունը, որ այսօր տեղի ունենալու վաղը քվեարկությամբ, Արդարադատության նախարարն էլ իր խոսքում փաստեց, որ խնդիր կար, խնդիրը լուծվում է։ Հիմա խնդիրը ինչու՞մն է ընդունելու, որ այդ խնդիրը փաստորեն կար։ Ինչի մասն էր խոսքը, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել, որ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը, երբ որ ներդրվեց նաև համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը, իմ կողմից նաև բազմիցս բարձրաձայնվել է, ահազանգել եմ, որ 444-րդ հոդվածը կարող է վերաբերվել նաև ֆիզիկական անձանց, որովհետև այդտեղ հստակ ձևակերպում չկար հայտարարագիր չներկայացնող կամ թերի հայտարարագիր ներկայացնող կամ տվյալներ կեղծող անձանց քրեական պատասխանատվության մասով եւ հիմա ուրախ եմ արձանագրել, որ Արդարադատության նախարարությունը այս փոփոխությամբ, այս նախաձեռնությամբ փաստում է, որ 444 հոդվածի սուբյեկտային շրջանակի որոշման վերաբերյալ կա տարակարծություն եւ անհրաժեշտություն է առաջացնել հստակեցնելու հանցակազմի սուբյեկտի շրջանակը, պարոն Վարդանյան, Տիկին Մինասյան, իրավական որոշակիություն ապահովելու նպատակով։ Ես կարծում եմ, որ դուք այս ամբիոնից կարող եք արձանագրել, որ սիրելի հայրենակիցներ, մենք կախեցինք ընդդիմադիրների հերթական դավադրությունը, ովքեր գուժում էին, որ ձեզ դատելու են եւ եւս մեկ անգամ փաստում ենք, որ 444 հոդվածով ձեզ չեն դատելու, պարոն Թունյանը այստեղից ժպտում է, այս ամբիոնից խոստացել էր ներողություն խնդրել ինձանից, եթե 444 հոդվածով երբևէ որևէ ֆիզիկական անձի պատասխանատվության, քրեական պատասխանատվության ենթարկեն, պարոն Թունյան, կարծում եմ ներողության կարիք չկա, բայց դուք ձեր ելույթում կարող եք, կարծում եմ, շնորհակալություն հայտնել այս քննարկման համար, քանի որ խնդիրը հստակեցվեց եւ լուծումները տրվեցին։ Շնորհակալ եմ։